այդպես է։ Այսինքն ձեր թիմից կամ այլ Հայաստանից կամ Ռուբեն Մխիթարյանի թիմից որևէ քաղաքապետներ կարծում եք իշխանությունը նրանց վրա էր այսպես ճակերտավոր ասած մի քրեական գործ չէր կարելի, ես ճիշտ հասկացա։ Քրեական գործի մասին խնդիրը չէ, յուրաքանչյուրի վրա է, չեղած տեղից տեսնում եք, երեք ամբողջ օրը ազգային ժողովի ամբիոնը օգտագործում էին հրահրելու առնահեղություն Գյումրի քաղաքում։ Չէ, այս ԿՊ-ի պատգամավորներից մարդ կա, ում սիրտը արուն է ուզում Գյումրի քաղաքում, առավոտից իրգուն այդ մարդու խոսույթը էդ է։ Մարդուն Գրիգորյանի ընկերոջը, ընկերն էլ դառել է արդեն ընկերներին, էլի Վարդան Ղուգասյանը սպանել է Մարդուն Գրիգորյանի ընկերներին, Մարդուն Գրիգորյանը ընտրեց Վարդան Ղուգասյանին Չէ, ես սովորաբար կանանց չեմ հագադարձում, չեմ էլ անդրադառնում, չէ, Կարեն Սարոխանյանը ինձ հետ կապված բան չի խոսել։ Ուրեմն, այս մարդկանց սիրտը արուն է ուզում, այս մարդկանց սիրտը փարակյար երկուս է ուզում եւ այդ ամեն ինչը ուզում են, որ լինել Գրիգորյան Մարտունի եւ Վարդան Ղուգասյանի ընտանիքների թիմերի միջև։ Այս պայթրությամբ Փառք ու պատիվ մեզ որ կարողացանք այդ սադրանքներին չտրվել, բայց այն որ Գյումրիում սպասվում է իմ գնահատմամբ այդ սցենարը եւ փորձելու են Գյումրիում ինչ որ իրավիճակներ ստեղծել եւ մեզ քաշել կրիմինալ վենդետայի, չգիտեմ ինչ նմանատիպ բաների մեջ, հստակ երևում է, չէ, հստակ երևում է ազգային ժողովի Պարսագույն ամբիոնից, համար 1 ամբիոնից երկրի հայտարարվում է Մարդուն Գրիգորյանը գնաց այն տվեց։ Այս պարագայում սա ինչ է նշանակում, եթե ոչ հրահրել առնահեղության, եթե ոչ ու այս ձեռագիրը եղել է այն օրվանից հետո, երբ որ ես հայտարարել եմ եւ ապրիլի 3-ին իմ հայտարարությունը կա, փաստ կա, որը ոչ մի տողի համար չեմ փոշմանել, ոչ մի ասածի համար, ես տեր եմ իմ ասածին, այդ ամեն ինչով հանդերձ իրանք ամեն օր ասում էին Գյումրիում Մարդուն ոնց են քեզ Գյումրիում ներելու, Մարդուն ոնց են քեզ Գյումրիում ընկալելու, Բաքավորը, Պասանիկը, ընկերոջ ընտանիքը, մյուսը կշարունակվի ավելի, ձեր ասած այդ իրավիճակը կստեղծվի, ավարտվեց ամեն ինչ։ Գնանք, որ ասեցիք այդ սցենարը լինելու է։ Արյունահեղության փորձում են նաև քաղաքապետի աթոռը պաշտոնը վերցնել ինչ որ Դες ամեն ինչը սկսվել է եւ գնում է նրան, որ հասնեն իրանց ուզածին, հասնեն իրենց նպատակին, դե ինչքանով կհաջողե, այդ էլ կախված է արդեն ել եմ ասում, քաղաքական ընդդիմադիր քաղաքական դաշտի պահվածքից, վերլուծությունից, անցած անգամ տառացիորեն զգուշացրեցի, որ ժողովրդյան ել եմ ասում չլինի ատորակրվի խնդիր է դրված, բայց եթե ուզում եք հավաքական ընդդիմությունը պահե իր հաղթանակը ու այդ հաղթանակը ճիշտ գեներացնեք, ճիշտ օգտագործեք, ուրեմն պետք է գտնել քիչ խոցելի, քիչ պրոբլեմատիկ հարցը առաջ տանելու տարբերակը, որը ես առաջարկում եմ։ Պարոն Գրիգորյան, դուք ձեր գրառմամբ էլ նշել էիք, որ կանխատեսում եք այս հազար ներողություն, իսկ թե հիմա պիտի հագադարձեմ, որ առաջարկել էիր, պնդեիր, առաջ տաներ, ժողովրդյան 4 խմբակցություններից 3-ը, մեկը գիշերը, մյուսը առավոտ հայտարարությունը արդեն արել էր։ Այսինքն այն տարբերակը, որ ես պնդեի առաջ տանեի, այդ տարբերակը այդ ժամանակ փակված էր, չկար այլ տարբերակ, այսինքն եթե երկու խմբակցություններից 3-ից 3-ը համաձայնություն են տվել քվեարկելու Վարդան Ղուգասյանի կոմունիստական կուսակցության օգտին, ես այս պարագայում մենակ էի։ Բայց դա ինչ կապ ունի, պարոն Գրիգորյան, դուք եթե դրեթադրենք դուք էլ լինեք, դուք էլ կարողանանաք նույն Այս երկրում ժողովրդյան բոլորն խոցելի են, հասկանալի է, բոլորն խոցելի են։ Ես էլ եմ ասում, այստեղ խնդիրը խառնվածքի մեջ էր։ Խառնվածքի ու պահելու։
եղածը պահելու մեջ էր։ Պարոն Գրիգորյան, բայց եթե դուք այս ելքը կանխատեսել եք ամիսներ առաջ, ինչ կապ ունի թե ինչ կասեին աթոռակռիվ կասեին, ինչ կասեին, դուք նշել եք ձեր գրառման մեջ, որ չլսեցին սկզբունքային փորձառու քաղաքական գործչին։ Դուք լինելով այդպեսին, ինչու միջև վերջ չգնացիք հանուն Գյումրեցու եւ Գյումրու շահերի, այլ դուրք տվեցիք այն քննադատություն, որ ասում էին կներ, բայց ասում էին Մարտունը փակ դռների հետևում քննարկում է գործարքի գնալ եւ այլն նման մեղադրանքներ կային։ Ինչու դրանց դուք դուրք տվեցիք։ Եղավ այդ փակտորների հետևում քննարկումը, եղավ այդ գործարքը, այն ժամանակ, երբ որ մանդատը վերցրեցի, Արտուր Վանեսյանից հետո մի րոպե, այդ ժամանակ բոլորը վերլուծում էին, մտածում էին, որ Մարտուն Գրիգորյանը դուրս է գալիս պատիվ ունեմ խմբակցությունից, համագործակցելու է ԿՊ-ի հետ, նմանատիպ լուրեր, ինֆորմացիաներ տարածվավ։ Այդ չստացվեց։ Քաղաքապետի ընտրություններին առաջադրվելուց Մարտուն Գրիգորյանը առաջադրվելու է, որ քաղաքացիական պայմանագրի հետ չգիտեմ ինչ։ Այդ էլ չստացվեց։ Ընտրություններից հետո փակտորների հետևում Մարտուն Գրիգորյանը պայմանավորվածություն, չգիտեմ ինչ, այդ ընթացքում էլ տեսակ, որ ամբողջությամբ ամեն ինչ կախված էր ինձանից։ Քաղաքը գնալու է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, թե մնալու է ընդդիմությանը, այսինքն այդ հավաքական հաղթանակին է գնալու։ Այդտեղ էլ Մարտուն Գրիգորյանը ցույց տվեց իր սկզբունքային լինելը։ Հիմա նորից այստեղ արդեն այն, որ ասում է ես ընկնում է, տանագավորները շատանում են։ Այն ժամանակ բոլորը ասում էին Մարտուն ասա, ինչի չես ասում, ինչ ես մտածում, ձեր ասածի պես պայմանավորվածություն փակտորների հետևում, այս պայտրությամբ ժողովուրդ ջան Մարտունը արել է իր քայլը այս մասով, հիմա որ խնդրեմի առաջ է կանգնեն, նույն ընդդիմությունը, նույն այս հաղթանակը այս վիճակի մեջ է հայտնվել, հիմա այսպես կներեք էլի այդ բարիս համար կռայնին էլի մնալու է Մարտունը, թե Մարտուն ջան դե որ գիտեիր, որ այդպես է չանիր։ Ես ասեցի, որ այստեղ կար հնարավորության խնդիր, իսկ ինչ մնում է ճնշումներին, այդ որ տարբեր Բորիսներու, չգիտեմ լավ, էլ բոլորին անվանական չկնան, որ կարողացանք ճնշել Մարտունին, որը գնաց այս քայլին, այս ինչ արեց, այն ինչ արեց, ինձ վրա ոչ մեկը չեն կարողացել ճնշում գործադրել։ Ես բացարձակապես բացի իմ թիմից այս պայտորությամբ հստակ ասում եմ լրատվության առաջ բոլորի դարչև ոչ մի քաղաքական ուժի հետ, ոչ մի քաղաքական թիմի ղեկավարով ու ղեկավարի հետ պայմանավորված չի եղել իմ հայտարարությունում։ Որովհետև դուք մի քանի օր, պարոն Գրիգորյան, ավելի շատ չեք հայտարարում ձեր որոշման մասին եւ ասում են ինչ որ տեղից այո ճնշում է եղել, որ դուք հանգել եք այդ դրան։ Բայց ես ինչի պիտի շտաբ էի։ Շտաբողականության հետևանքը մենք տեսանք ինչ եղավ, շտաբելու խնդիրը չկա, այլընտրանքը չկար, որովհետև այդ ժամանակվանից հետո, լույսը բացվելուց հետո, երբ որ արդեն այլընտրանքը չկար, ես փորձել եմ տարբեր տեսակի այլընտրանքներ բացատրել, թե ուղիղ, թե միջնորդավորված, տարբեր մարդկանց, որ կա այլընտրանքային տարբերակ, կա հետ, կա տարբերակ, բայց այստեղ Ժողովուրդ ինձանից կախված չէ ես ցկելով, այդքան հարվածին վրան վերցնելով, այդքան լրատվական, այդքան ժողովուրդը ինչ ասես մտածեցին, չէ, Մարտունը ձեր ասածպես ամեն ինչ մտածեցին, բայց ես տուրք չեմ տվել ոչ այդ կոմենտներին Facebook-յան, ոչ այդ լրատվական հարցակումներին ու իդեպ այդ լրատվական հարցակումներն մենակ պայմանավորված չէր, այդ ժամանակ դեռ իշխանությունը լուր էր։ Իշխանությունը լուր էր, սպասում էր միգուցե Մարտունը այնպիսի բան անի, որ իրենց սրտով լինի, իրենք ոչ մի բան չէին ասում։ Այդ ընթացքում ընդդիմադիր լրատվամիջոցներն էին հարցակման ենթարկել Մարտուն Գրիգորյանի ու ընդդիմադիր վերլուծաբաններն ու բլոգերները։